Խոսելու ենք անվտանգային կարևորագույն խնդիրներից մեկի ժողովրդագրության մասին։ Այս իշխանությունը 7 տարի խոստանում էր ծնունդների բում, ժողովրդագրական իրավիճակի հետևողական բարելավում եւ դրանից բխող նաեւ այլ խոստումներ։ Իրավիճակը ճիշտ հակառակն է։ Ժողովրդագրական պատկերը մեր երկրում հետևողականորեն այս 7 տարվա ընթացքում գնալով ավելի վատանում է։ Մասնավորապես, բնական հավելաճի ցուցանիշը, այսինքն ծնվածների թվաքանակ հանած մահացածների թվաքանակ նվազել է 32%-ով։ Եվ բնական է, որ սրա պատճառներից մեկը ծնվածների թվաքանակի նվազումն է, իսկ մահերի դեպքերի ավելացումը։ Ինչ է սա նշանակում։ Շատ պարզ բան։ Սա նշանակում է, որ նաև նվազել է ամուսնությունների թիվը։ Այսինքն մարդը չի կարողանում ընտանիք կազմել, երիտասարդ հայ մարդը, որովհետև չունի բավարար սոցիալական պայմաններ։ Կամ ընտանիք կազմած երիտասարդ ընտանիքները հետաձգում են առաջին, երկրորդ կամ երրորդ երեխայի ծնունդը։ Այս ամբողջը սոցիալական պատճառներով է։ Հաջորդ կարևոր ցուցանիշը, որ պետք է արձանագրվի, դա արտագաղթի ցուցանիշն է։ Այո, սոցիալական խնդիրների բեռի տակ շատ մարդիկ եւ ընտանիքներ, այդ թվում երիտասարդ ընտանիքներ արտագաղթում են։ Եվ դա է պատճառը, որ այս տարվա օրինակ առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության 5200 քաղաքացիներ ավելի շատ Հայաստանից արտագաղթել են, քան որ Հայաստան են եկել։ Այսինքն բացասական հաշվեմնացորդը 5200-ից ավել է։ Կարևոր ցուցանիշ է նաև մանկամահացության ցուցանիշը, այսինքն ծնված երեխաների արձանագրված մահերի դեպքերը։ Այս ցուցանիշը ցավոք սրտի 10% աճ է գրանցել։ Չնայած որ այս իշխանությունները անընդհատ խոսում են երեխաների իրավունքների, չգիտեմ, առողջապահական, սոցիալական այլ խոստումների մասին։ Հարց է առաջանում. ինչու է այսպես։ Պատասխանը շատ պարզ է։ Այս իշխանության վարած հակասոցիալական քաղաքականությունը մարդկանց մոտ առաջացրել է անվստահություն ապագայի նկատմամբ, մարդիկ չեն վստահում սոցիալական քաղաքականությանը, որովհետև նախ եւ առաջ իրենց մաշկի վրա են տեսնում հակասոցիալական քաղաքականության հետևանքները, որովհետև ամեն օր, հաջորդ օր ապրում են ավելի վատ, քան նախորդ օրը եւ նաեւ շատ լավ գիտեն, որ այս իշխանությունները ինչ խոստանում է, չի կատարում, մերժում, ստում է եւ հետեւաբար ապագայի նկատմամբ այդ անորոշությունները գնալով ավելանում են։